Լուրեր և որոշումներ SNAP ծրագրի ֆինանսավորման մասին, ինչպես նաև Թրամփի կողմից թարմացումներ ներգաղթային զարգացումների վերաբերյալ, քիչ անց ավելի մանրամասն։ Նյու Յորքը ամփոփում է տարվա հանցագործությունները, նոր թվերը զարմանքի պատճառ են դարձել։ ԱՄՆ-ն և Քրդստանը միասին նորություն ունեն, այն էլ Թրամփի այս հակաիսլամիստական քայլերի կիզակետում։ Նորություններ և որոշումներ նորածինների հեպատիտ B-ի պատվաստումների մասին։ Աշխարհահռչակ Prada-ի և Versace-ի վերջին անկախատեսելի պայմանագիրը։ Սա ցույց է տալիս նորաձևության տների սպասվող ապագան և թե որքան անկայուն կարող է լինել նույնիսկ ամենահայտնի բրենդների ճակատագիրը։ Նաև այսօրվա եթերի ընթացքում ձեզ պատմելու եմ ԱՄՆ-ի ամենահակասական և ամենալուսավոր նահանգի մասին, իսկ հաղորդման վերջում մեր լսարանին կրկին կներկայացնեմ հայկական մշակույթի գալիք միջոցառումները, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ, որպեսզի բաց չթողնեք զարգացումները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրման և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքով և գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգուշացրել է, որ դեմոկրատների կողմից վերահսկվող նահանգներում հաջորդ շաբաթվանից կդադարեցվի SNAP սննդային օգնության ծրագրի ֆինանսավորումը։ Դա տեղի կունենա, եթե այդ նահանգները չտրամադրեն ծրագրի շահառուների վերաբերյալ պահանջվող տվյալները։ Գյուղատնտեսության քարտուղարը նախարարների կաբինետի նիստում հայտարարել է, որ նման քայլը հնարավոր է, քանի որ այդ նահանգները հրաժարվում են տրամադրել նախարարության պահանջած տեղեկատվությունը, այդ թվում շահառուների անուններն ու ներգաղթային կարգավիճակը։ Նրա պնդմամբ համագործակցությունը անհրաժեշտ է ծրագրում հնարավոր խարդախությունները բացահայտելու համար։ Դեմոկրատական նահանգները դատական հայցեր են ներկայացրել, նշելով, որ իրենք արդեն ստուգում են SNAP-ի շահառուների իրավասությունը։ Թրամփի վարչակազմի ներգաղթային գործողությունները հասել են Նյու Օրլեան և Մինեապոլիս։ Հենց նույն օրը ազգային գվարդիայի զինվորները ուղարկվել են Լուիզիանա։ ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հայտնում է, որ Նյու Օրլեանում թիրախավորվում են այն օտարերկրացիները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ և մինչ այժմ ապաստան քաղաքների քաղաքականության շնորհիվ ազատության մեջ էին։ Նրանց թվում են անձինք, որոնք կապված են հարձակումների, տուն ներխուժումների և այլ հանցագործությունների հետ։ Լուիզիանայի հանրապետական նահանգապետը հայտնել է, որ լիովին աջակցում է Թրամփի վարչակազմի միջամտությանը Նյու Օրլեանում։ Նրա խոսքով քաղաքը, որը ղեկավարում են դեմոկրատները, այժմ գրանցում է հանցավորության զգալի անկում և մոտենում է վերջին 50 տարիների ընթացքում սպանությունների ամենացածր մակարդակին։ Նյու Յորքի ոստիկանության տվյալներով այս տարվա 11 ամիսներին քաղաքում արձանագրվել է հրաձգությունների և դրանց զոհերի պատմության մեջ ամենացածր մակարդակը։ Գրանցվել է 652 հրաձգության դեպք, ինչի արդյունքում 812 տուժած կա։ Ոստիկանությունում այս միտումը կապում են ուժեղացված համայնքային ոստիկանության և ապօրինի զենքերի դեմ պայքարի հետ։ Քաղաքում նոյեմբերին սպանությունների ցուցանիշը նույնպես հասել է պատմական նվազագույնի, գրանցելով ընդամենը 16 դեպք։ Տրանսպորտային հանցագործությունները մետրոյում նվազել են 24,8%, դառնալով վերջին տարիների ամենաապահով նոյեմբերը։ Մարածախ գողություններն էլ կրճատվել են ավելի քան 20%-ով։ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը պաշտոնապես բացել է իր նոր և հսկայական գլխավոր հյուպատոսության շենքը Իրաքի հյուսիսային ինքնավար Քրդստանի մայրաքաղաք Իրբիլում։ Այս քայլը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ցանկանում է պահպանել իր ազդեցությունը։ Դա հատկապես կարևոր է հիմա, երբ իսլամական պետության դեմ գործողությունների պլանի շրջանակում ամերիկյան զորքերը տեղափոխվում են Իրաքի տարբեր մասերից դեպի ավելի նպատակահարմար շրջաններ։ Բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և քրդական ղեկավարները։ Նոր համալիրը նախատեսվում է դառնալ աշխարհի ամենամեծ ամերիկյան հյուպատոսությունը։ Այն զբաղեցնում է շուրջ 206,000 քառակուսի մետր տարածք, կառուցվել է $796 միլիոն ընդհանուր բյուջեով։ Լոս Անջելեսի Լեյք Բալբոա թաղամասում տեղի ունեցած ընտանեկան վեճը ավարտվել է ողբերգությամբ։ Որդին մկրատով մահացու վնասվածքներ է հասցրել իր հորը, իսկ հետո սպանվել է ոստիկանների կրակոցից։
Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել հոգեբանական ճգնաժամ ապրող եւ ընտանիքի հանդեպ նախկինում բռնություն գործադրած տղամարդու մասին եւ շտապ հասել է դեպքի վայր՝ Վալերիո փողոց։ Տանը հնչող վեճի ձայները լսելով նրանք ներս են մտել այն պահին, երբ 40-ամյա որդին հարձակվել էր 62-ամյա հոր վրա։ Այդ պահին ոստիկաններից մեկը կրակել է, որի արդյունքում որդին վիրավորվել եւ ձերբակալվել է։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել երկուսին, սակայն թե հայրը, թե որդին մահացել են։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի պատվաստանյութերի կոմիտեն շուտով կքննարկի այն հարցը, թե արժե շարունակել պատվաստել նորածիններին հեպատիտ B-ի համար, թե ոչ։ Նշեմ, որ ներկայումս պատվաստումը տեղի է ունենում ծննդից հետո 24 ժամվա ընթացքում։ Այս քաղաքականությունը գործում է 1990-ականներից եւ հանգեցրել է մանկական սուր հեպատիտ B-ի դեպքերի 99% նվազման։ Սակայն պատվաստումների քննադատները պնդում են, որ իրականացվող պատվաստումը կարող է ավելացնել նորածինների համար լրացուցիչ բժշկական միջամտությունների անհրաժեշտությունը։ Լրատվամիջոցները գրում են, որ այս քվեարկությունը ընթացքի մեջ է եւ շուտով կիմանանք հաստատվել է որոշումը, թե ոչ։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են գողերը ներխուժում Հոլիվուդի բնակարաններից մեկը։ Նրանք գողացել են ընտանիքի արժեքավոր եւ սերնդեսերունդ փոխանցվող զարդերը։ Գողերը նախ փորձել են կոտրել բակի դուռը, սակայն չհաջողելով ճեղքել են խոհանոցի պատուհանը եւ ներս մտել տուն։ Տեսախցիկը ցույց է տվել, թե ինչպես են երկու տղամարդ խուզարկում ննջասենյակը եւ վերջապես գտնում այն արկղը, որտեղ պահված էին տանտիրուհու հանգուցյալ մոր Եզակի մատանիները։ Գողացված մատանիներից յուրաքանչյուրն ունեցել է իր պատմությունն ու զգացմունքային արժեքը։ Դժողի խոսքով մայրը մահացել է անցյալ տարվա հոկտեմբերին Ալցհեյմերի դեմ 10-ամյա պայքարից հետո։ Նրա բուժումը հոգալու համար մենք ստիպված վաճառեցինք բոլոր իրերը, միայն մատանիները պահեցի, որովհետև գիտե ինչքան կարևոր էին նրա համար։ Աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը Prada Group-ը հայտարարել է, որ պաշտոնապես 2.2 միլիարդ դոլարով գնել է Միլանի իր մրցակից Versace-ին։ Շատ սպասված այս գործարքը նախատեսում է նոր շունչ հաղորդել Versace-ին, որը համավարակից հետո թուլացած վիճակում էր։ Prada-ն մեկ նախադասությամբ հայտարարության մեջ նշել է, որ ստացել է բոլոր անհրաժեշտ կարգավորող հաստատումները։ Prada-ի ժառանգ Լորենցո Բերտելին կղեկավարի Versace-ին, ստանձնելով գործադիր խորհրդի նախագահի պաշտոնը, միաժամանակ շարունակելով իր ներկայիս դերերը, որպես խմբի մարքեթինգի տնօրեն եւ կայուն զարգացման պատասխանատու։ Walmart-ը Ատլանտայում գործարկել է դրոններով առաքման համակարգ, ինչի շնորհիվ միլիոնավոր գնորդներ կարող են պատվերները ստանալ ընդամենը մի քանի րոպեում։ Այսպիսով Walmart-ը դարձել է ամենախոշոր ռիթեյլերը, որը նման ծառայությամբ է հանդես գալիս միանգամից 5 նահանգներում, գերազանցելով Amazon-ին, Uber Eats-ին եւ DoorDash-ին։ Պատվերները տեղադրվում են Wing հավելվածով, խանութի աշխատակիցները ամրացնում են գնումները դրոնին եւ վերջինս հասնում է հաճախորդի տուն 5 րոպեից պակաս ժամանակում։ Դրոնները տեղափոխում են մինչև 2.5 ֆունտ բեռ եւ ապրանքը իջեցնում են հաճախորդին պարանով։ Ամենապահանջված ապրանքների թվում են դեղորայքը, պաղպաղակը, ձուն եւ նույնիսկ փոքր չափի տապակած հավերը։ Այն արդեն հասանելի է նաեւ Դալասում, Ֆորտ Ուերթում եւ Բենթոնվիլում, իսկ հաջորդ տարվա սկզբին այն կմեկնարկի Հյուսթոնում, Շարլոտում, Թամփայում եւ Օրլանդոյում։ Պատկերացրեք մի նահանգ, որտեղ միլիոնավոր մարդիկ գալիս են իրենց երազանքների հետևից, իսկ հազարավորները թողնում են նրանք նույն գիշերը եւ լքում ձեռնունայն։ Այդ նույն անապատում, որտեղ այսօր կանգնած է աշխարհի ամենալուսավոր քաղաքը, նախկինում անցկացվում էին ատոմային պայթյուններ, իսկ ավելի խորքում գործում էին գաղտնի լաբորատորիաներ, որոնց մասին կառավարությունը մինչև հիմա չի խոսում։ Մի խոսքով, բարի գալուստ Նևադա, Ամերիկայի ամենագաղտնի եւ ամենախելահեղ նահանգը։ Նևադան գտնվում է ԱՄՆ-ի արևմուտքում, շրջապատված է 6 նահանգներով, սա երկրի ամենաչոր նահանգն է, բայց հենց այստեղ են գտնվում Ամերիկայի ամենաշատ ավելի քան 300 տաք աղբյուրները։ Անապատների, ժայռերի եւ հարյուրավոր լեռների այս վայրն ունի մի փաստ, որը շատերը չգիտեն։ Նևադան ունի ԱՄՆ-ում ամենաշատ լեռնաշղթաները։ Բացի այդ, նահանգի գրեթե 85%-ը պատկանում է դաշնային կառավարությանը, ինչը Նևադան դարձնում է ԱՄՆ-ում ամենաքիչ մասնավորացված նահանգը։ 1864 թվականին, երբ քաղաքացիական պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, ԱՄՆ-ն շտապում էր ամրապնդել իր դիրքերն ու ունենալ նոր հարուստ դաշնակից։ Այդ ժամանակ իր հսկայական արծաթի պաշարներով հենց Նևադան դարձավ միության նոր նահանգը։ Այդ պատճառով էլ Նևադան կրում է Battle Born State անվանումը, քանի որ ծնվել է պատերազմի մեջ։
Նևադայի սահմանադրությունը Վաշինգտոն է ուղարկվել հեռագրով, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար հեռագրային հաղորդագրությունը, կազմելով ավելի քան 16,000 բառ։ Պարզաբանելով նահանգի անվանումը, նշեմ, որ այն գալիս է իսպաներեն Սիերա Նևադա բառակապակցությունից եւ նշանակում է ձյունածածկ լեռներ։ Նահանգի իրական զարգացումը տեղի ունեցավ 1859-ին, երբ հանքագործները գտան Comstock-Lode, այսինքն Ամերիկայի ամենամեծ արծաթի հանքավայրը։ Արծաթ գտնելու համար շատերը թողնում էին ընտանիք ու տուն եւ արծաթի հետևից գալիս էին Նևադա։ Նևադայի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ Լաս Վեգասին, չնայած որ առանձին մեծ թողարկում ունեցել ենք հենց Լաս Վեգասի պատմության մասին, սակայն մի քանի փաստ նշելը համոզված եմ չի խանգարի։ Աշխարհի 25 ամենամեծ հյուրանոցներից 15-ը գտնվում են այստեղ։ Բացի այդ, քաղաքը հայտնի է իր ամուսնություններով։ Այստեղ օրեկան մոտ 300 հարսանիք է տեղի ունենում։ Իսկ դուք գիտեք դրա մասին։ Եկեք վերադառնանք Նևադային։ Բացի արծաթից Նևադան այլ գաղտնիքներ էլ ունի։ 1950-ից 60-ականներին հենց Նևադայի անապատում էին անցկացվում ատոմային փորձարկումները։ Մարդիկ պատմում են, թե ինչպես էին Լաս Վեգասում նստում հյուրանոցների տանիքներին, որպեսզի դիտեն, թե ինչպես են ատոմային սնկերը բարձրանում երկինք։ Նևադայի մեկ այլ անկյունում է գտնվում այլ մոլորակայինների հետ կապված ամենահայտնի ու ամենաառեղծվածային վայրը՝ Area 51-ը։ Շշուկներ կան, որ այստեղ պահպանվել են ոչ միայն գաղտնի ինքնաթիռների նախագծեր, այլ մոլորակային տեխնոլոգիաներ։ Ինչևից է մեր հաղորդման ֆորմատը թույլ չի տալիս շատ ծավալվել այս թեմայի շուրջ։ Պարզապես իմացեք, որ հայտնի ու միստիկ Area 51-ը նույնպես գտնվում է Նևադայում։ Այս նահանգը իրական հակադրությունների թագավորություն է, այն Ամերիկայի ամենաչոր նահանգն է, բայց այստեղ են գտնվում երկրի ամենագեղեցիկ լճերից երկուսը՝ Լեյք Թահոն եւ Pyramid Lake-ը։ Նահանգի անվանումը նշանակում է ձյունածածկ, բայց այստեղ իշխում են անապատները։ Հայտնի է որպես արծաթի նահանգ, բայց այստեղ արտադրվում է ԱՄՆ-ի ամենաշատ ոսկին։ Նևադան վայր է, որտեղ ամերիկյան երազանքը ստանում է իր ամենավառ, երբեմն էլ ամենամութ երանգները, կարճ ասած Նևադան գաղտնիքների, լույսերի եւ մեծ խաղի նահանգ է։ Ինչպես արդեն գիտեք, անցյալ 5 շաբթի մեկնարկեցինք նոր բաժին ներկայացնելով այն միջոցառումները, որոնցով կարող եք հագեցնել ձեր հանգստյան օրերը։ Մենք մեծ հաճույքով լսում ենք ձեր արձագանքները եւ ուրախ ենք, որ հավանում եք մեր նոր գաղափարները։ Իսկ հիմա անցնեմ սպասվող միջոցառումներին։ Դեկտեմբերի 10-ին ժամը երեկոյան 8-ին տեղի կունենա Սերգեյ Դանիելյան ջազն ստենդափը, հասցե The Stage San Fernando Boulevard Burbank։ Դեկտեմբերի 11-ին ժամը երեկոյան 7-ին տեղի կունենա Armenian Music Video Awards 2025-ը, հասցե Dolby Theatre Hollywood Boulevard։ Դեկտեմբերի 6-ին ժամը 7:30-ին տեղի կունենա անհայտ բաժանորդ թատերական կոմեդիա ներկայացումը, հասցե AGB Performing Arts Center։ Դեկտեմբերի 9-ին ժամը երեկոյան 7-ին տեղի կունենա To Be or Not To Be թատերական ներկայացումը, հասցե AGB Performing Arts Center։ Դեկտեմբերի 9-ին ժամը երեկոյան 8-ին տեղի կունենա Տիգրան Ժամկոչյան and Band համերգը, հասցե Veranda Lounge Glendale։ Դեկտեմբերի 10-ին ժամը երեկոյան 7-ին տեղի կունենա Jack Jr. and Friends համերգը, հասցե Le Brand Restaurant Glendale։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրվել մեր սոցցանցերում։ Վիրջինիայի ալկոհոլի խանութի աշխատակիցներն ու ոստիկանությունը հայտնաբերել են, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած թալանը իրականում իրականացրել է ոչ թե մարդը, այլ ջրարդը։ Սալիկը ճեղքելով փոքրիկ հանցագործը խանութ է մտել, այնուհետև ներսում շրջել է գինու եւ լիկյորի շարքերում։ Արդյունքում կոտրել է մոտ 1 տասնյակ շշեր, թափելով ալկոհոլը հատակին, փորձել է համտեսել։ Հաջորդ օրը խանութի աշխատակիցը նկատել է նրան լոգարանում հարբած եւ քնած։ Կենդանին տեղափոխվել է անվտանգության կենտրոն եւ ազատ կարձակվի բնության մեջ, երբ ամբողջովին սթափվի։ Մայամիում մեկնարկել է Օզի Օսբորնի եւ շիմպանզեի համատեղ նկարների ցուցահանդեսը։ Աշխատանքները ստեղծվել են Օսբորնի կյանքի վերջին շրջանում Ֆլորիդայի Ֆորտ Պիրսի կենդանիների կենտրոնում։ Ցուցահանդեսի վաճառքից ստացված գումարը ուղղվելու է լաբորատորիաներից ու ապօրինի շրջանառությունից փրկված շիմպանզեների աջակցությանը։ Հավաքածուի ստեղծագործությունները արդեն վաճառվել են $75,000, իսկ այցելուները կարող են նաև գնել Օսբորնի նկարներով հուշանվերներ, շարունակելով աջակցությունն ակցիային։
Կալիֆոռնիայի Death Valley մոտ ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ԱՄՆ օդային ուժերի F-16C Fighting Falcon ռազմական ինքնաթիռը։ Ականատեսների տեսանյութում երևում է, որ վթարից հետո տարածքում խիտ սև ծուխ է բարձրացել։ Բարեբախտաբար օդաչուին հաջողվել է ժամանակին լքել ինքնաթիռը եւ պարաշյուտով անվտանգ վայրեջք կատարել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է կայուն վիճակում։ Հավելեմ, որ F-16C ինքնաթիռներից յուրաքանչյուրի արժեքը մոտ $20 միլիոն է։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք այս տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։